Մեզ համար կոթողա, ինչ որ մեզ համար տաճար է, դեմը պետք է գրենք տաճար, ինչի դեմը գրած չի տաճար, պետք է գրված չլինի տաճար։ Ես օրինակ զարմացա մի հատ շատ հետաքրքիր տեսարանի ականատես եղավ, աղմուկ բարձացավ, որ մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք։ Հասկանում եք, այն որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում էր բառից բումն իմաստով, քանդվում, քայքայվում էր, եւ մենք այսքան միլիարդներ ենք դնում, հələ չենք կարող կանգնացնենք քայքայման process-ը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ինչ պետք է տեղի ունենա, համերգ տեղի ունենա, այն որ ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա բանի սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան։ Վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, բանի ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան։ Չեկեք ձեր չտանք, չմոտենաք համալիրին։ Սենց այս մտածողությամբ, հասկանում եք, մենք մեր եկեղեցիներին էլ ենք տենց վերաբերվում։ Ես այս վերջերս կրթության նախարարին մի քանի եկեղեցի տաճարներ, բառից բուն իմաստով տաճար, մոմ վառելու, այցելելուց հետո կրթության նախարարին հարց եմ տալիս, ասում եմ, պատմամշակութային հուշարձան է, չէ՞։ Որը այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ ՊՕԱԿ-ը կառավարում։ Մենք խնդիր դնում ենք այդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում, մտնում է ինչ-որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես տենես տեղ աղբա լցրած, ընդեղ ինչ-որ մեկի հին շորերն են, ընդեղ մեկը կոշիկներն ա դրել, ընդեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լիներ, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել, ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները, մեկ էլ վայ համալիրում